Էջմիածնի վրա վճռորոշ գրոհը հետաձգվում է, Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի գնալու է, բայց ոչ թե Մայրաթոր, այլ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Չի զարմանում թուրքական մեդիայից հայկական մեդիա սպրդած այն տեղեկություններից, թե հաջորդ ամենայն հայոց կաթողիկոսին որոշելու է Էրդողանը։ Քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետևաբար, եթե Հայաստանի ղեկավարը տես թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Ծայրագավառային տրամաբանություն։ Խորհրդանշական ինչ քայլեր է պատրաստվում անել Անկարան, տարեսկզբին այդ մասին անոնսել էր Էրդողանը։ Մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ եւ նույնիսկ ոչ սիմվոլիկ ավելի լայն եւ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան եւ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան։ Ինչու է վերջերս հնարավոր բոլոր հարթակներում երախտագիտություն հայտնում Ադրբեջանի նախագահին։ Արդյոք վարչապետը սա անում է, որ ապացուցի, թե խաղաղությունը հաստատված է։ Выражаю признательность президенту Азербайджанской республики։ Վերջին շնորհակալություններն Ադրբեջանով բեռների տարանցման համար էին։ ԵԱՏՄ նիստում։ Արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում, ընդ որում չի տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրի, որովհետեւ դա կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար։ Որտեղ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Թրամփի ուղի նախագծի փաստացի իրականացման եւ շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականի երկրորդ կեսին։ Հիմա նաեւ մենք աշխատում ենք նաեւ սահմանային, մաքսային եւ այլ ենթակառուցվածքների ժամանակակից եւ գերժամանակակից տեխնիկայի ձեռքբերման վրա, որը, ինչպես ասել եմ, մենք կներդրենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմաններին։ Փաշինյանը հույս ունի, որ ռուս գործընկերներն ակտիվ կյանքի կկոչեն ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքը։ Հայաստանը կարևոր է համարում, որ մինչև Իջևանի երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանք իրականացվի։ Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն ետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի։ Թրիփը մեծ նախագիծ է, մեծ նախագծերը միշտ չպարզաբանված հարցեր են ունենում, իսկ մենք ըստ Փաշինյանի սովոր չենք մեծ նախագծերի։ Գուցե դա է պատճառը, որ մեկ այլ մեծ նախագիծ կապսի ջրամբարի կառուցումը մնաց թղթի վրա։ Շինարարությունը կասեցվեց, իսկ չինական ընկերության հետ պայմանագիրը դադարեցվեց։ Սա այն դեպքում, երբ վարչապետն ասել էր, որ տարածքում նոր բնակավայր է կառուցվելու, իսկ գյուղը տեղափոխվելու է։ Մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է, կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի։ Բայց ձեր խոստումը չի կատարվել։ Չի կատարվել։ Հունվարի 1-ից Հայաստանում մոտ 1.600.000 մարդ կունենա առողջության ապահովագրություն, շահառուները մանրամասներին կարող են ծանոթանալ Արմետ հավելվածի միջոցով, սա առաջին փուլն է։ Ընդգրկված են մինչև 18 տարեկանները, թոշակառուները, հաշմանդամություն ունեցողները, անապահով խմբերում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները, 200.000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները։ Վերջին խմբի համար ապահովագրության տարեկան վճարը կազմելու է 129.600 դրամ։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Զապարոժից գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Դիմելով շահառուներին Փաշինյանը հորդորում է տարեսկզբից բժշկական հիմնարկները չգրոհել։ Սա առողջապահական համակարգի սև ուրփաթ չէ, ասում է։ Ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու։ Խնդիրներ լինելու են, գուժում է Փաշինյանը, համակարգը դեռ պետք է հարմարեցվի եւ դառնա ավելի կատարյալ։ Այս համակարգում հիման այս տրամաբանությունն է կառուցված, որ վաղը մյուս օրը առողջ ապրելակերպ վարող մարդը միավորը հավաքելու, այդ միավորները օգտագործի որպես բարեկամին կամ ծնողին փոխանցելու հնարավորություն եւ արժեք։ Այսինքն գրոհել պետք չի։ Մենք այդտեղ ուրիշ գաղտնի դավադրություններ էլ ունենք մենք պահացել, շատ էլ որ չենք ասում։ Հետո հետագայում պարզվելու է
ով է ծխում, ով չի ծխում։ Առողջ ապրելակերպը պետք է շահավետ դառնա, իրական հաճույքը չծխելն ու չխմելն է, ասում են կառավարությունում։ Վազելու համար փող պետք չի։ Մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20,000 դրամ է։ Մուժիկին պետք է մի զույգ կոշիկ։ Վարչապետը կարծում է, որ քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ առողջ ապրելակերպը կարող է եւ ամոթ համարվել։ Ուրեմն տղամարդը չհասկացանք, տղամարդը շորտ կհակնի, ասենք, բանը կամ հեծանիվ կքշի։ Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Կառավարության այս նիստում հաստատված ցանկից դուրս մնացած քաղաքացիների ապահովագրությունը կշարունակվի 2027-ին։ Իզաբելլա Հովանեսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։